Առաքելական եկեղեցին շատ հարուստ փորձ ունի իր դարաշրջաներով, իր դարերով։ Եվ առաքելական եկեղեցում Աստված գործել է դարերով։ Առաքելական եկեղեցու միջոցով Աստված քրիստոնեությունը պահպանել է երկրում։ Եվ առաքելական եկեղեցու ուժը զորություն դա Աստծո զորությունն է։ Բայց այս առաքելական եկեղեցում եմ եղել եւ հիմա սիրում են իմ եկեղեցին առաքելական, մեր եկեղեցին առաքելական Հայաստանի ես խորին հարգանքով, խորին պատկառանքով եմ մոտենում առաքելական ցանկացած մատուրին։ Թեկուզ մի հատ խաչ, մի հատ ինչ որ Մարիամ Աստվածածի նկարով Հիսուսի հետ ինչ որ միտեղ փակցված ամոմ է վարում։ Ես այդ հատվածը այդտեղը պատկառանքով եմ մոտենում հարգանքով, որովհետեւ այդ հատվածում Աստծո ուժը աչքը այդ հատվածի վրա է։ Եվ ով երկյուղած մոտենա այդ Մարիամ Աստվածածի նկարին Հիսուսի հետ, դա խոսում է այդ Հիսուսի մասին, դա խոսում է քրիստոնեության մասին, դա խոսում է Աստծո ուժի մասին, որ այստեղ Աստված գործում է եւ գործել է։ Եվ եթե շատերը դեմ են, շատերը կան որ դեմ են, չէ դա Աստված չի դա կուր կատակրապաշտությունը ոչ։ Ով դեռ ասում է մեղքա գործում, ով դեռ ասում է Աստծո սրտով չի խոսում եւ անգամ ես կասեմ Աստված լավ աշկոտ չի նայում։ Չի կարելի մի պատկեր կա, մի խաչը, թեկուզ փայտից, երկաթից, բայց այդ խաչը օծված է եւ դրված է որպես քրիստոնեությունը պատմող ռոպագանդող խաչը, ինքը խաչը։ Ներկայացնում է քրիստոնեությունը ես հարգանքով եմ մոտենում եւ պատկառանքով եմ մոտենում եւ ցանկացած են փոքր խաչ քարել անգամ որ կկոտրված է կեսը կա կեսը չկա։ Երկյուղատ ես այդ խաչը սրբեմ, մաքրեմ, համբուրեմ, ինձ համար դա արժեք ներկայացնում, ինձ համար դա Աստծո զորությունը է քարի վրա է։ Հիսուս ասեց դուք լռեք, քարերը կաղաղակեն, քարերը կխոսեն, քարերը կավետարանեն։ Եվ շատ հավատացյալներ լռում են, չեն ավետարանում, մեկին չեն կային ասեն, հավատա Հիսուսին։ Փրկվի, արի բաշտամունքի, արի եկեղեցի, փրկվի, չեն ասի։ Բերանից ավետարան չեն հանի, բայց այս քարը ամեն անցող դարձողի ասում է Հիսուսը կա, ամեն անցող դարձողի ասում է երկյուղած մոտեցի եւ աղոթ քար Աստծուն։ Ավետարանում է, ամենի խաչ քար, ամենի մատուր, բերում Աստծուն, ծունկի ապերում արտուն, թեկուզ նկարներով է Հիսուսի պատկերով կամ սուրբերի պատկերով, բերում են Աստծուն։ Եվ այս մարդը ծունկի գալով մոմը վարում է եւ աղոթում Աստծուն։ Այդ պահին, այդ հատվածում, այդ վայրում նա մտնում աստվածային դաշտ, այսինքն հոգեվոր դաշտ, նա վերապրում Աստծուն, նրա ներսը փափագում Աստծուն։ Տոներեք, եթե դες սիրեն, դու կլարեք, եթե դու սխալ ես ինձ սիրում, դες չեն անում։ Իսկ որ դու երկյուղատ ես մոտենում Աստծուն, Աստված սիրում է։ Հելա գնացիր քո կյանքի քո առօրյային, էլ Աստված քո աղոթները լսում է, բայց Աստված սիրում է, որ իր տուն են գալի։ Իր տուն են գալի ու ձեռնունայն չեն գալի։ Իր տուն են գալու լիքը ձեռքով են գալի, նվերներով են գալի, վերջը հանգանակում են, զոհաբերում են, ողորմություններ են անում։ Աստված սիրում է այդ գործել, Աստված սիրում է այդպիսի մարդկանց։ Այսինքն ովքեր որ այդ կերպ վարվում են եւ Աստծուն պատիվ են տալի, Աստված սիրում է նրանց, օրհնում է նրանց։ Ասում է աղքատին հաց տվողը Աստծունն է, օրհնում Աստծունն է հաց տալիս։ Ձեռքը լցնողը Աստծո ձեռքն է լցնում եւ Աստված նրան թույլ չի տա որ նա կարիքի մեջ մնա։ Հասկանում ես, եւ երբ որ մոտենում է ըստ Աստծո կամքի, ըստ Աստծո սրտի եւ նրա վերաբերմունքը Աստվածա երկյուղ է եւ Աստվածային սիրով նա մոտենում ցանկացած անձին։ Դուրա գալի Աստծուն հաճելի է դա եւ Աստված օրհնում է տվյալ անձին։